Փորձենք հասկանալ իրենց առաջարկի տրամաբանությունը, երբ որ հարցադրում արեցիք նախապայմանի մասով, ինչպես գիտեք, սկզբից մեկ ամսվա ժամկետներ, մեր պնդումը այն, որ մեկ ամիսը բավարար չէ, որպեսզի խմբերը աշխատեն եւ հենց Արցախայությունը սոցիալապես ծանր վիճակի հայտնվելու, այսօրվա ամբողջ քննարկումը այդ համատեքստում էր, որ 2 ամիսը բավարար ժամկետ է, այսինքն հարցը այս հարթության մեջ դիտարկեք, ոչ թե առաջարկել են լավ, մի ամսվա փոխարեն ձեզ տալիս ենք 2 ամիս ու դուք վրա նահանեք, այլ տրամաբանության մեջ էր, քանի որ այն ժամանակ մեկ պնդել եք, որ մի ամիսը բավարար չէ, իրանք այսօր քննարկման արդյունքում որոշվեց, որ 2 ամիս ժամկետը քննարկումների մասով բավարար ժամկետ է, պատրաստակամություն հայտնեցին մասնագիտական խմբեր, իմիջիալոց նշեմ, որ առանց սահմանափակման գաղտնիք չէ, որ 1.5 տարվա մեջ մեր կառավարության անդամների հետ որևէ քննարկում չի եղել, այսինքն անպայման մասնագիտական խմբերի մեջ ընդգրկվելու են պրոֆեսիոնալ մասնագետներ, այդ թվում նաև Արցախի կառավարության ներկայացուցիչներ, ազգային ժողովից համապատասխան հանձնաժողովներից համապատասխան մասնագետներ եւ պատրաստակամություն են հայտնել քննարկել, երբ որ մենք խմբերը հիմնավորեն, օրինակ որոշ ծրագրերը խոստովանեցին, որ երբ որ մենք պնդում ենք, որ ծրագրերը, օրինակ զբաղվածության ծրագիրը 100%-ով ինքը տապալված ծրագիրը, իրանք խոստովանեցին, որ այդ ծրագրը լուրջ խնդիրներ ունի։ Իրանք խոստովանեցին, որ բնակարանային ծրագրում համատեղ լուրջ անելիքներ ունենք ու պետք է վերանայվի։ Եվ եթե ամփոփեմ միտքս, այս առաջարկի մասով ոչ խորհուրդը, ոչ մենք որոշում չենք կայացնելու, այսինքն այս որոշումը կայացնելու է մեր հասարակությունը, մեր բնակչությունը եւ մենք ընդհանրապես խորհրդի հետ քննարկելու ենք այդ ձևաչափը, իսկ ձևաչափով այս ինֆորմացիան հանրության լայն շերտերի հետ քննարկենք։ Եթե կարիք լինի կգնանք մարզերում մեր բնակչության հետ իրենց կներկայացնենք այս առաջարկը եւ նորից ուզում եմ եւս արձանագրել հետեւյալը, որ մնացած բոլոր 11 կետերի մասով խորհուրդը իր պայքարը շարունակելու է, բնականաբար գիտեք այն կետերը, որ երկարաժամկետ լուծում են պահանջում, չէ՞ այսօր կառավարությունից պահանջեք, ասեք հենց վաղը գերիների հարցը լուծեք կամ վերադարձ, դա մեր բնակչությունը պիտի գիտեցի, որ դա երկարաժամկետ պայքարով պետք է հասնենք դրան։ Այսօր կառավարությունը պատրաստ է դες հետ քննարկել միայն սոցիալական բաղադրիչ ունեցող կետերը, ճիշտ եմ հասկանում, մնացած 11 կետերի հետ կապված չեն ուզում քննարկումներ։ Մնացած 11 կետերի մասով անդրադարձ եղել է, մենք մեր դիրքորոշումը հստակեցրել ենք, որ անկախ ամեն ինչից, ինչ այս սոցիալական հարցերի մասով ինչ վերջնահարցում կունենանք, քննարկման ենթակա չէր մեր կողմից այդ 11 կետերից հրաժարվելը, այս կարճ ասեմ։ Մենք մեր դիրքորոշումը հստակացրել ենք, որ այդ ուղղությամբ, եթե այս դաշտում, սոցիալական դաշտում կանցնենք կառուցողական քննարկումների, այն 11 կետերի մասով մեր պայքարը շարունակվելու։ Նշեցիք, որ նրանք ասել են, որ իրենք սխալվել են շատ հարցերում, իսկ ինչ են ասել, կուղղեն իրենց սխալները, թե ոչ։ Հարցը լավ չլսեցի, կներեք։ Որ սխալվել են շատ հարցերում, այսինքն ձախողել են որոշ ծրագրեր, իսկ ինչ են նշել, կուղղեն այդ ձախողումները, սխալները։ Արդյունքը ցույց կտա, մենք այդ 2 ամիս ժամկետը դրա համար է, բնականաբար, որ համաձայնվեցին քննարկվել, իրանք ամեն անգամ շեշտում են, որ իրենց ծրագրերը լավարկման տեղ ունեն եւ ակնկալում է մեր օգնությունը համատեղ քննարկելու։ Եվ ես ուզում եմ միանշանակ նշեմ եւ հաստատեմ այն փաստով, որ եթե քննարկումների արդյունքի ինչ-որ մի փուլում մենք մեր կողմից հասկանանք, որ սա process-ը ուղղակի ձգձգելու, բնականաբար քննարկումները դադարեցվելու։ Այդ միանշանակ։ Հաջորդ հանդիպման մասին որևէ խոսակցություն գնացել ենք նախանշված ժամկետ, որ այսինչ օրը հանդիպելու եք քննարկեք կամ քանի որ նշեցիք փորձագիտական մասնագիտական խմբեր են լինելու դրա վերաբերյալ։ Հաջորդ հանդիպման մասով հանդիպում չի լինելու, մեր պատասխանը հետևյալն էր, որ հանրության կարծիքը հաշվի առնելով, հենց հանրային այս ձևաչափով մենք մեր պատասխանը կասենք, դրան զուգահեռ գրավոր կներկայացնենք մասնագիտական խմբերի անվանացանկը եւ քննարկվող հարցերի ձևաչափը, այսքանը։ Ներողություն արցախցիների նկատմամբ պատելության խոսքի տարածման եւ քարոզելու վերաբերյալ արդյոք դրա վերաբերյալ, քանի որ վերջին շրջանում դրա մասին բարձրաձայնում է քննարկում ունեցեք եւ որն է փոխվարչապետի դիրքում։
Այդ հարցով այսօր քննարկում չենք ունեցել, որտեղ ինքը բազմից նշել է, որ ինքը լիազորված է քննարկումներ ունենալ սոցիալական բլոկի մասով։ Որպես ամփոփում 2-3 օրից մենք քննարկումներից հետո արցախցիների հետ, հակաների հետ կհայտարարենք մեր անելիքների մասին։ Առաջիկայում կհասկանանք, որ ճանապարհով են գնում։